Հարգելի բարեկամ, մենք բոլորս հայ առաքելական Սուրբ եկեղեցվո զավակներս այսօր մեծ ցավի մեջ ենք ապրում։ Մենք տեսանք Արցախի կորուստը, մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական, տնտեսական և բարոյական ճգնաժամերը։ Մենք տեսնում ենք ճնշումները հայ եկեղեցվո հանդեպ։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հայ Երուսաղեմում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են բազմանում հայոց աշխարհի արտաքին և ներքին փորձությունները։ Եվ մենք հաճախ պատճառները փնտրում ենք դրսում, քաղաքականության մեջ, թշնամիների մեջ, հանգամանքների և մեզնից հզոր ուժերի մեջ։ Բայց եկեղեցին այսօր պարտավոր է տալ մի քանի անկեղծ հարցեր։ Արդյոք այդ ամենը չի կատարվում այն պատճառով, որ մենք ինքներս թուլացրել ենք կապը այն դավանության հետ, որը դարեր շարունակ եղել է մեր պահապանը։ Արդյոք չենք կորցնում ամենը այն պատճառով, որ հավատը դադարել է մեզ համար ուխտ լինելուց և դարձել է ձևականություն։ Արդյոք չենք մնացել առանց հոգևոր հենարանի այն պատճառով, որ դադարել ենք ապրել այն ամենով, ինչ դավանում ենք շուրթերով։ Հայ ժողովուրդը կորցրել է պետականություն, կորցրել է հողեր, կորցրել է արտաքին ուժերի օգնությունը, բայց միշտ վերապրել է։ Սակայն ամեն անգամ, երբ նա կորցրել է դավանաբանական սթափությունը, երբ հավատը դարձրել է երկրորդական, երբ այն փոխարինել են հաշվարկով, սովորությամբ, ավանդույթներով կամ լռությամբ, եկել են ծանրագույն փորձությունները։ Եվ սա պատահականություն չէ, սա հոգևոր օրենք է։ Ես չեմ ասում, թե Աստված մեզ լքել է։ Ես ասում եմ, որ մենք ինքներս ենք հեռացել այն ամենից, ինչը մեզ դարեր շարունակ պահպանում էր։ Եվ այդ պատճառով այսօր եկեղեցին չի կարող լռել։ Նա պետք է խոսի ոչ թե մեղադրանքի լեզվով, այլ ապաշխարության լեզվով, որպեսզի դառնանք դեպի հայրերի հավատը, դեպի դավանությունը, դեպի այն ճշմարտությունը, որի համար ապրել և նահատակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցվո սրբերը։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ։ Մեր ժամագրքում կա մի պահ, որը շատերն անտեսում են, իսկ եթե ընթերցում են, չեն խորհում դրա շուրջ։ Ամեն առավոտ սատանայից հրաժարվելուց հետո առաջին աղոթքը ոչ թե խնդրանք է կամ երգեցողություն, այլ մեր հավատքի դավանության խոստովանությունը շարադրված Սուրբ Գրիգոր Տաթևացու կողմից։ Այս դավանությունը նաև խոստովանվում է ձեռնադրվող քահանաների, եպիսկոպոսների, վարդապետական աստիճան ստացողների կողմից և կաթողիկոսի ոցման ժամանակ։ Եվ պատահական չէ, որ այս դավանությունը ընթերցվում է առավոտյան, օրվա սկզբին, երբ մարդը կանգնում է Աստծո առջև բաց խղճով։ Պատահական չէ նաև, որ այն ընթերցվում է նաև քահանայական ձեռնադրությունից առաջ, որովհետև հենց այստեղ է դրվում հոգևոր սպասավորության հիմքը։ Այս դավանության վրա է հավատացյալն ամեն օր կառուցում իր հոգևոր տունը, իսկ հոգևորականը իր կոչումը, իր պատասխանատվությունը և իր հովվական ծառայությունը։ Սա մասնավոր գրառում չէ և ոչ էլ սոսկ ձևականություն։ Սա երդում է Աստծո առջև, սա ուխտ է եկեղեցվո և սուրբ հայրերի առջև, ուխտը, որը ամեն օր նորոգվում է։ Եվ այստեղ հարցեր են ծագում, որոնցից հնարավոր չէ թաքնվել։ Արդյոք ընդունում ենք այն, ինչ դավանում է հայ եկեղեցին, թե ուղղակի ընթերցում ենք և չենք ապրում դրանով, թե ընթերցում ենք և համարում ենք այն անիմաստ, թե ընթերցում ենք և կեղծավորություն անում, հոգու խորքում հիացած լինելով օտարների դավանությամբ և սրբերով։ Որտև դավանությունը ոչ բանաստեղծություն է, ոչ էլ պատմական հուշարձան։ Այն եկեղեցու կյանքի հիմքն է, որի վրա կառուցվում է առաքինի և հոգևոր կյանքը։ Եվ ինչպես ասում է Սուրբ Տաթևացին, սա է անշարժ վեմը, մեզ պարտ է սրան հարել և սրա վրա հաստատվել։
Իսկ այն ուխտը, որը դավանվում է շուրթերով, բայց մերժվում է կյանքով, դադարում է պաշտպան լինելուց, ոչ թե այն պատճառը, որ Աստված է նահանջում, այլ որովհետև մարդն ինքն իրեն դուրս է գալիս օրհնության տիրույթից։ Հայոց հավատը մշակույթի տարր չէ և ոչ էլ ազգային բանահյուսության մի մաս։ Դա այն դավանությունն է, որի համար մեր հայրերը արյուն են թափել, կորցրել են ամեն նյութական բան, գնացել են զրկանքների և մահվան, բայց չեն փոխել իրենց հավատը։ Երբ Սուրբ Վարդան Մամիկոնյանը դուրս եկավ ռազմադաշտ, նա դուրս չեկավ հողի կամ իշխանության համար, նա դուրս եկավ նրա համար, որ հավատը չդառնա զիջումների առարկա։ Եվ այդ օրվանից հայ ժողովուրդը հասկացավ մի կարևոր բան. մենք կարող ենք կորցնել պետականությունը, բայց քանի դեռ պահում ենք մեր հավատքը, մենք կորսված չենք։ Խնդիրը չի կայանում այլադավան մարդկանց հանդեպ ունեցած սիրուց։ Քրիստոս մեզ պատվիրեց սիրել բոլորին, առանց բացառության։ Խնդիրը սկսվում է այնտեղ, ուր ճշմարտության հանդեպ հավատարմությունը փոխարինվում է մարդկանց հանդեպ հաճոյակատարությամբ, իսկ դավանությունը դառնում է երկրորդական։ Երբ մենք ասում ենք. կարևոր է լավ մարդ լինելն է, իսկ դավանանքն այնքան էլ կարևոր չէ, մենք աննկատելիորեն քանդում ենք այն հիմքը, որի վրա կանգնած է հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Բարի կարելի է լինել տարբեր կերպ, բայց եկեղեցին ապրում է ոչ թե սոսկ բարությամբ, այլ սիրո մեջ հայտնված ճշմարտությամբ։ Պատմությունը մեզ սովորեցնում է. հայ ժողովուրդը չի կործանվում հալածանքների պատճառներով, այլ անտարբերության պատճառով։ Երբ հավատը դադարում է լինել կենդանի դավանություն, երբ դառնում է ձևականություն կամ վերածվում տարբերակներից մեկի՝ կաթոլիկ կամ օրթոդոքս, այժմ ժողովուրդը կորցնում է իր հոգևոր առանցքը։ Եվ երբ գալիս է փորձության պահը, պարզվում է, որ այլևս չկա ոչինչ, որից կարելի է կառչել, և տեղի ունենում ձուլում այլ դավանանքների կամ կրոնների մեջ։ Մենք պետք է սա ասենք անկեղծորեն և սթափ. պատասխանատվությունը թե ժողովրդինն է և թե հոգևորականինն է։ Ժողովրդինն է, երբ նա փնտրում է մեզ համար խորթ հոգևորը և օտարամուտ ձևերը, չճանաչելով նույնիսկ սեփական հավատը, և հոգևորականինն է, երբ նրանք վախենում են հստակ խոսելուց և երբ նրանց համար ամեն գնով խաղաղությունը դառնում է ավելի կարևոր, քան ճշմարտությունը։ Հիշելով Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հայտնի խոսքերը, թե լռությամբ դավաճանվում է Աստված, պետք է գիտակցենք. հավատի հարցերում հովվի լռությունը երբեք չի կարող արդարացվել չեզոքությամբ և անտարբերությամբ։ Ամեն անգամ, երբ մեր դավանանքը եղել է կենդանի, նույնիսկ առանց պետականության և բանակի, ժողովուրդը վերապրել է, ոտքի է կանգնել, բայց երբ հավատը դառնում էր զիջումների առարկա, երբ դավանությունը փոխարինվում էր հաշվարկով, դիվանագիտությամբ կամ չեզոքությամբ, ժողովուրդն անխուսափելիորեն մնում էր առանց հոգևոր պաշտպանության, և սա պատահականություն չէ, այլ հոգևոր օրենք հաստատված մեր պատմությամբ։ Կիլիկիական թագավորություն։ Այս հայկական պետությունը հզոր էր և քաղաքականապես հաջողված։ Սակայն ժամանակի ընթացքում հավատը սկսվեց դիտարկվել որպես արտաքին քաղաքականության գործիք։ Սկսվեցին խաղեր Հռոմի հետ, կաթոլիկությունն ընդունելու փորձեր հանուն դաշինքների, տարբերությունների նսեմացում և լռելյան նահանջ սեփական դավանությունից։ Արդյունքում 1375 թվականին Կիլիկիա թագավորությունը անկում ապրեց, և դա սոսկ քաղաքական վրիպում չէր, այլ դավանական դրժում և հոգևոր կործանում։ Ոչ Հռոմը, ոչ էլ Արևմուտքը չպաշտպանեցին Հայաստանը։ Եվ հենց այդ պատճառով էր Սուրբ Գրիգոր Տաթևացին այդքան համառորեն կամենում
վերադարձնել լուսավորչի գահը Էջմիածին հեռու արտաքին ազդեցություններից, որպեսզի պահպանվի դավանության մաքրությունը։ Ինքը չհասցրեց դա իրականացնել, բայց նրա աշակերտները արեցին դա։ 1441 թվականին Աթոռի վերադարձը Էջմիածին վարչական պարզ քայլ չէր, այլ հոգևոր ինքնապաշտպանության գործողություն։ 19-րդ դարի վերջին քաղաքական կուսակցությունների առաջացումով հայ միտքը սկսեց աստիճանաբար հեռանալ իր եկեղեցական կենտրոնից։ 20-րդ դարի սկզբին հայ մտավորականության զգալի մասը սկսեց տարվել օտարամուտ ուսմունքներով, ռացիոնալիզմով, մասոնությամբ և տարբեր գաղափարախոսություններով, ուր եկեղեցին ու դավանությունը համարվում էին երկրորդական։ Հավատը դադարեց հիմք լինելուց և դարձավ սոսկ ազգային մշակույթ։ Արդյունքում մենք ստացանք աղետ, ցեղասպանություն, հոգևոր և մարդկային անապատ։ Սա չի նշանակում, թե Աստված պատժեց, սա նշանակում է, որ ժողովուրդը չարիքի առջև մնաց առանց հոգևոր դիմադրողականությամբ։ Խորհրդային տարիներին հավատը նպատակաուղղված կերպով ոչնչացվում էր, եկեղեցին գոյատևում էր, բայց ժողովուրդը կտրված էր հոգևոր հիմքից։ Իսկ այսօր մենք տեսնում ենք այդ կտրվածության արդյունքը՝ ձևական հավատ, դավանության անտեղյակություն, հոգևոր դատարկություն և օտարամոլություն։ Մենք այսօր քաղում ենք քանդված հիմքի հետևանքները։ Նույնիսկ Երուսաղեմում, երբ սրբավայրերի և քարերի պահապանումը վեր դասվեց ճշմարտության պահպանումից, մենք տեսանք այսօրվա վիճակը։ Սա միայն արտաքին թշնամանք չէ, սա հավատի առաջնահերթության ներքին կորուստն է։ Պատմությունը հստակ է խոսում. ամեն անգամ, երբ դավանությունը դադարում է լինել եկեղեցու կյանքի սիրտը, օրհնությունը դադարում էր գործել որպես պաշտպանություն հայ ազգին։ Ոչ թե Աստված է նահանջում, այլ ժողովուրդը ինքն է դուրս գալիս այդ ուխտից։ Սա հոգևոր օրենք է։ Հարգելի բարեկամ, այս ամենը չեմ ասում ձեզ մեղադրելու, այլ արթնացնելու համար։ Եվ ես հավատում եմ, որ Տերը չի լքել մեր ժողովրդին, բայց նաև հավատում եմ, որ Նա մեզնից սպասում է վերադարձ դեպի սթափություն, խորություն և պատասխանատվություն։ Ոչ թե դեպի ատելություն կամ հպարտություն, այլ դեպի հավատարմություն։ Հավատարմությունը մեր դավանանքի հանդեպ ատելություն չի պահանջում այլոց հանդեպ և չի արգելում սիրել նրանց։ Հավատարմությունը նշանակում է ճանաչել սեփական դավանությունը, ապրել սուրբ պատարագով, ճանաչել և նաև չամաչել սեփական եկեղեցուց և սրբերից, չաղավաղել ճշմարտությունը հանուն հարմարավետության, հավատը փոխանցել զավակներին ոչ թե որպես մշակույթ, այլ որպես կյանք, որպեսզի չմոռանանք, թե ով ենք մենք և ինչի ենք հավատում։ Քանզի օրհնությունը գործում է այնտեղ, ուր ճշմարտությունը պահպանվում է սիրով և հավատարմությամբ։ Թող Աստված մեզ պարգևի ոչ թե չարացում, այլ արթնացում, ոչ թե վախ, այլ ապաշխարության ոգի, վերադառնալու ոչ թե ձևական հավատի, այլ կենդանի դավանությանը։ Կենդանի դավանություն ասելով մենք չենք հասկանում նոր ձևակերպումներ, այլ նույն այն հավատը, որը հայ եկեղեցին պահպանում է Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև Մաշտոց, Օձնեցի, Որոտնեցի և Տաթևացի։ Այս դավանությունը մեր սուրբ հայրերի ժառանգությունն է։ Եթե մեզ կոչում ենք նրանց ժառանգորդները, իրավունք չունենք դրան վերաբերվել մակերեսային կերպով։ Վարդապետները կոչված են ուսուցանելու հայրերի հավատը, իսկ ժողովուրդը սովորելու և հասկանալու այն, այդ թվում ծանոթանալով գրաբարին, որպեսզի հասանելիություն ունենան սկզբնաղբյուրներին և չապրի սոսկ վերապատմումներով։ Սա վերադարձ է դեպի արմատները։ Այն ժողովուրդը, որը չի ճանաչում իր հավատի լեզուն, աստիճանաբար կորցնում է բուն հավատը և իր ինքնությունը, ինչի ականատեսն ենք մենք այսօր։ Հարգելի բարեկամ,
Մենք թևակողեցինք մեծ պահքի շրջանը, որը չեզոքության ժամանակ չէ։ Պահքը ընտրության ժամանակ է։ Մեծ պահքի շրջանը ինքնին սոսկ անձնական մեղքերով զբաղվելու ժամանակ չէ։ Պահքը դավանաբանական սթափության և ուխտի վերանորոգման ժամանակն է։ Ուստի այսօր եկեղեցին մեզ կոչ է անում ոչ թե պարզապես զղջալ առանձնական մեղքերի համար, այլ ապաշխարել դավանության հանդեպ մեր անհավատարմության համար։ Թող այս տարվա այս մեծ պահքը ձեզ համար դառնա մի ժամանակ, երբ կմերժեք չեզոքությունն ու անտարբերությունը ճշմարտության հանդեպ և օտարամոլության կեղծ սովորույթները։ Թող այս մեծ պահքը ձեզ համար դառնա մի ժամանակ, երբ կվերադառնաք ոչ թե սոսկ արտաքին աստվածպաշտության, այլ այն կենդանի հավատին, որի համար Հայր եկեղեցու սրբերը նահատակվել են։ Քանզի հավատքն առանց ուղղափառ դավանության մեռած հավատք է։ Այսօր բավական չէ սոսկ ասել «Ես քրիստոնյա եմ»։ Հարցը այլ է՝ ինչին ես դու հավատում և արդյոք ապրում ես այդ դավանանքով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին հստակ սովորեցնում է մեզ. եկեղեցվո դավանության լիությունից դուրս չկա փրկություն։ Հավատամք եկեղեցի սուրբ ըսթողություն մեղած հաղորդությամբ սրբոց։ Մենք դավանում ենք հավատ առ Սուրբ եկեղեցին, մեղքերի թողությունը և սրբերի հաղորդությունը։ Իսկ սրբերի հաղորդությունը կենդանի կապն է մեր հայրերի ոգու և հավատի հետ, և այս ապաշխարությունը վերադարձն է դեպի պաշտպանություն, որը տալիս է միայն ճշմարիտ ուղղափառ դավանությունը։ Եվ թող մեր ապաշխարությունը լինի սրտով, հավատարմությունը գիտակցված, իսկ վերադարձը լինի դեպի եկեղեցու կենդանի կյանքը, որպեսզի այս տարի արժանեորեն տոնենք մեր Տիրոջ հրաշափառ հարությունը հաղորդությամբ մեր սրբերի։ Որպես մեր վերադարձի նշան, միասին խոստովանենք Սուրբ Գրիգոր Տաթևացու հավատի դավանությունը, ոչ թե որպես լոկ բառեր, այլ որպես նորոգման ուխտ։ Այն կընթերցեմ Սուրբ Տաթևացու ոսկեփորիկ աշխատությունից, որը նա գրել է Թավրիզ քաղաքի մեծարգո հայ այրերից մեկի բարեպաշտ Խոջա Մասուդշահի խնդրանքով։ Նշեմ, որ Սուրբ Տաթևացին այս աշխատությունը գրել է 625 տարի առաջ 1401 թվականին, իսկ 1995-ին թարգմանվել էր աշխարհաբարի։ Տեսահոլովակի վերջում կտեղադրեմ մեր 2010 թվականի վարդապետական աստիճանի ստացման տեսանյութից մի հատված, ուր 4 աբեղաներով նզովում ենք հերձվածները, ապա աշակերտում ենք մեր սրբերին և խոստովանում ենք Սուրբ Տաթևացու ուղղափառ դավանանքը գրափարով, որի հնչողությունը անկրկնելի է։ Եվ մինչև որ աշխարհաբարով կարդամ հավատի դավանությունը, կուզենայի նաև մի քանի հատված կարդալ այս գրքի, կարելի ասել, վերջաբանից։ Սա արդիական պատգամ է ուղղված այսօրվա հայ հավատացյալին։ Արդ, այս փոքրածավալ աստվածաբանությունը, որ հավաքեցի սուրբ գրերից, սկսելով սկզբնական բանից և ավարտելով հավատքի և գործի վերաբերյալ խոսքերով, քեզ հոգևոր գանձ ընծայեցի՝ ի հիշատակ Քրիստոսով եղած բարիքի, լույսի որդի և վերին Սիոնի ծնունդ Աստծով հավատարիմ ծառա Մասուդշահ։ Եվ հորինողն 3 բան է խնդրում քեզնից, իբրև փոխհատուցում շահողների տրված քանքարների։ Նախ, որպեսզի միշտ աշխատասեր մտքով առանց ձանձրանալու այս գիրքը հարաժամ ընթերցես և դժվար վերծանելի բաները մտավորականներին հարցնես և դյուրինները մտքում պահես և ուրիշներին սովորեցնես, դե մտավորական այսօրվա մտավորականների նկատի չունի։ Երկրորդ խնդրանք, որպեսզի հավատքի և գործերի մեջ հաստատուն և անփոփոխ մնաս մինչև կանչվելու մահվան պահը։
Երրորդ խնդրանք, որպիսի հեռու մնաս բազում ստապատիր խոսքերից և հերձվածողների աղանդներից, քանզի վերջին ժամանակներն են և նեռի նախակարապետները բազմացել են, խաբեությունն ու սուտը առաջաքայել են, իսկ արդարությունն ու ճշմարտությունը հետևակ, ամբողջապես նվազած մարդկանց մեջ, ըստ Դավթի սաղմոսերգության նաև Տերը համաձայնում է ասելով. «Մարդու որդին գալով կգտնի արդյոք երկրի վրա հավատք»։ Եթե տաթևացու ժամանակ էր, մենք ինչ ասենք։ Այս պատճառով լույսի և ճշմարտության որդի, փախիր նեստորականությունից, իբրև կատաղի շներից, քանզի Քրիստոսի աստվածության բացահայտ ուրացողներ են և համերաշխ են այլազգիներին, այսինքն մուսուլմաններին, և հրեա խաչողներին, հատկապես մարդադավաններ և կռապաշտներ են, որոնք սոսկ իբրև մարդու միս և արյուն են ճաշակում, ի կորուստ իրենց և ոչ թե որպես Աստծու որդու ճշմարիտ մարմին և արյուն։ Փախիր նաև Քաղկեդոնի ժողովի երկբնակներից, որպես թունավոր վիշապներից, որոնք երկճյուղ լեզվով, իբրև Նեստորի համախոհ, ուրանում են Տիրոջ որպես մեկ բնություն և իրենց ուղղափառ են հռչակում, լեզվով ուղիղ են, սրտով թյուր, բացահայտ խոստովանողներ են և ծածուկ ուրացողներ, Տիրոջը շրթունքներով պաշտում են և սրտով մեկուսացված զատված են Տիրոջից, որոնց դատաստանը հավիտյան է, ասում է առաքյալը, բայց դու որովայնից ընտրված և Տիրոջ կողմից սիրված որդյակ, թող քեզ չխաբեն ամբարիշտ այրերը, որոնց Աստվածն իրենց որովայնն է և փառքը ամոթը, քրիստոնյա հավատն են ընթերցում և այլազգիների գործը սիրում, և մի գնա նրանց խաբեբա կախարդների հետևից, քանզի նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, ասում է իմաստունը, բայց դու ինչ-որ լսեցիր և սովորեցիր ճշմարտության հայրերից, նույնի մեջ անշարժ և հաստատուն եղիր, մտքի, խոսքի, գործի մեջ, և թող չմարի քո մտքի ճրագը և չնվազի քո լապտերի յուղը, և երբեք քո հավատքի լույսը չծածկես փափկության կամ երկյուղի գրվանի տակ, այլ բովանդակ սրտով և ամբողջ հավատքով և լեզվով հավատա Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որպես ծնող, ծնունդ և բխում, և ոչ թե հետո կամ ժամանակի մեջ եղած, այլ միշտ և հավիտյանս։ Հետո ինքը նորից դավանական հավատամքի հիման վրա արդեն բերում, նիկեական հավատամքի վրա ավելի ծանրանում, չկարդամ սա և շարունակեմ. Այս են մեզ ավանդել ուղղափառ հայրերի երեք սուրբ ժողովները, որոնք եղան Նիկեայում ընդդեմ Արիոսի և որ Աստված բանին արարած էր անվանում, Կոստանդնուպոլսում ընդդեմ Մակեդոնի, որ Սուրբ Հոգուն էր հայհոյում, Եփեսոսում ընդդեմ Նեստորի, որ ուրացավ կույսին աստվածածին, որպես աստվածածին, այլ մարդածին համարեց և ծնվածին ոչ թե Աստված, այլ մարդ դավանեց։ Հավատքի այս դավանությունը և քրիստոնեության կանոնը մեզ բերեցին բազմաչարչար հայր և մեր սուրբ լուսավորիչ Գրիգորիոսը և նրա որդիները և թոռերը, սուրբ Ներսեսն ու սուրբ Սահակը, և այլ մնացյալ մինչև այժմ եղած կանոնները, որ ունենք եկեղեցու մեջ, անփոփոխ պահեցինք և պահում ենք մինչև վերջին կանչը և շնչի զատումը։ Եվ դու ուղղափառության զավակ, ինչպես վերոգրյալն է փոքրիշատն սովորեցնում, քիչ կարդա և շատ սովորիր, և նույնի մեջ անփոփոխ կերպով հաստատուն մնա, քանզի բոլոր ճշմարիտ դավանողները Քրիստոսին Աստված խոստովանեցին, նույն խոստովանության մեջ նահատակվեցին և երկրից երկինք տեղափոխվեցին Քրիստոս ճշմարտության մոտ, և մենք նույն դավանության վրա անդրդվելի մնանք կենաց և մահու մեջ, և մահից հետո անշարժ հուսով և նրա խոստացած բարիքին արժանավոր լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որով և որի մեջ հավասարապես Հորը և Սուրբ Հոգուն անվախճան հավիտյանս փառք, պատիվ, իշխանություն բոլոր գոյերից ամեն։ Այսինքն սա
պատգամ էր Սուրբ Տաթևացու նաև ձեզ համար, սիրելի հավատացյալներ։ Իսկ այժմ եկեք միասին դավանենք այնպես, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Այսպես դավանում ենք հասարակ բառերով եւ համառոտ խոսքով։ Խոստովանում եւ ամենակատար սրտով հավատում ենք Հորն, անեղ, անծին եւ անսկիզբն Աստված, այլև Որդու, Ծնող եւ Սուրբ Հոգու բխող։ Հավատում ենք բանին, Աստված, հավիտենականությունից առաջ Հորից անեղ ծնված եւ սկսված, ոչ թե հետո եւ ոչ կրսել, այլ որքան Հայրը հայր է, նրա հետ եւ Որդին Որդի։ Հավատում ենք Սուրբ Հոգուն, Աստված, անեղ, անժամանակ, ոչ թե ծնված, այլ բխած Հորից, Էակից Հորը եւ Փառակից Որդուն։ Հավատում ենք Սուրբ Երրորդությանը, մեկ բնություն, մեկ Աստվածություն, ոչ թե երեք Աստվածներ, այլ մեկ Աստված, մեկ կյանք, մեկ թագավորություն, մի իշխանություն, երևեցողների եւ աներևույթների Արարիչ։ Հավատում ենք Սուրբ Եկեղեցուն եւ սրբերի հաղորդությամբ մեղքերի թողությանը։ Երեք անձերից բանին հավատում ենք Աստված հավիտենականությունից առաջ ծնված Հորից, ժամանակի ընթացքում Աստվածածին կույս Մարիամի մեջ իջած, նրա արյունից առած եւ իր աստվածությանը միավորած, անարատ կույսի արգանդում 9 ամիս գոյաց։ Եվ կատարյալ Աստված եղավ կատարյալ մարդ, հոգով, մտքով եւ մարմնով, մեկ անձ, մեկ դեմք, միավորված մեկ բնություն, Աստված մարդացած, առանց փոփոխման, առանց այլայլության, անսերմ հղություն եւ անապական ծնունդ, որտեղ ոչ նրա աստվածության սկիզբը կա եւ ոչ էլ նրա մարդկության վախճանը, քանզի Հիսուս Քրիստոսը երեք եւ այսօր նույնն է եւ հավիտյան։ Հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, երկրի վրա շրջած, 30 տարեկանից հետո մկրտության եկած, վերևից Հոր վկայությանը, դա է իմ սիրելի Որդին, եւ աղավնակերպ Սուրբ Հոգու իջնելուն սատանայից փորձված եւ նրան հաղթած, մարդկանց փրկություն քարոզած, մարմնով տքնած, վաստակած, քաղցած եւ ծառաված, հետո կամքով չարչարանքի ենթարկված, խաչված, մարմնով մեռած եւ աստվածությամբ կենդանի մնացած, աստվածության հետ միավորված մարմինը գերեզմանի մեջ դրված եւ անբաժանելի աստվածությամբ հոգվով դժոխք իջած, հոգիներին քարոզած, դժոխքն ավիրած եւ հոգիներին փրկած, եւ 3 օրից հետո մեռելներից հարություն առած, աշակերտներին երևացած։ Հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նույն մարմնով երկինք համբարձված եւ Հոր աջ կողմը նստած, այլև նույն մարմնով եւ Հոր փառքով գալու է, դատելու ողջերին եւ մեռածներին բոլոր մարդկանց հարության ժամանակ։ Հավատում ենք գործերի հատուցմանը, արդարներին հավիտենական կյանք եւ մեղավորներին հավիտենական տանջանք։ Կներեք, գիտեք, դժվար է կարդալ, երբ որ միշտ գրափարով ես կարդում, աշխարհաբար դժվար է։ Կուզենայի այս ոսկե փորիկ գրքից, Սուրբ Տաթևացու գրքից, նաև այս դավանանքի վերջում ինքը մի խրատական է տալիս, կուզեի դա էլ ընթերցել։ Այս է հավատի ուղղափառ դավանությունը, որ հարկ է յուրաքանչյուր քրիստոնյայի ամեն ժամ սրտի մեջ եւ լեզվի վրա պահել, քանզի առաքյալն ասում է. սրտով հավատալն արդարություն է գործում եւ բերանով խոստովանելը փրկություն։ Սա է հիմքը, պարտ է սրա վրա կառուցել բարի գործերը, սա է անշարժ վեմը, մեզ պարտ է սրան հարել եւ սրա վրա հաստատվել, սա ճրագ է կյանքի խավարում, հարկ է այն միշտ ձեռքին պահել եւ դրանով լուսավորվել։ Սա է ճանապարհը, սրանով պիտի ընթանանք դեպի հավիտենական կյանք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որով եւ որին հավասարապես Հորը եւ Սուրբ Հոգուն փառք գոհություն հավիտյանս, ամեն։ Հարգելի բարեկամ, հորդորում եմ քեզ, որ այսօրվանից սկսյալ քո ամենօրյա առավոտյան աղոթքները սկսես այս դավանությամբ։
Նրանց համար, ովքեր ձեռքի տակ չունեն ժամագիրք, դավանության աշխարհաբար օրինակը կտեղադրեմ այս տեսանյութի նկարագրության մեջ, այս ներքևի մասում։ Եվ եթե մենք հավատարիմ մնանք այս դավանությանը եւ ընդունենք այն սրտով ու ապաշխարությամբ, այնժամ Տերը մեր մեծագույն սրբերի Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի, Օձնեցու եւ Գրիգոր Տաթևացու աղոթքներով կորտնի մեր ազգը, կզորացնի ճշմարտության մեջ եւ կազատի ամենայն երևելի եւ աներևույթ թշնամիներից եւ ճշմարիտ գիտության լույսը նորից կծագի հայոց աշխարհից ի փառս մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի եւ նմա փառք եւ պատիվ երկրպագություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Զիգոչեցես ըս նորայր ըս ղևոն ըս խատ եւ ըս գորյուն ապեղայսն քանի սպասավորս իբադիվ եւ հաստիճան մասնավոր վարտաբեդության ունես ուսումն վարտաբեդության եւ ըս քիդություն հին եւ նոր աստվածային դագարանած սրբոց եւ ըս թավանություն ուղափառ խոսովանության հավատով ի սուրբ երրորդությունն եւ ի մարդեղությունը Քրիստոսի Աստծո մերով եւ հրաժարին համենայն հեսպազողացն աղանթից այո հայր սուրբ ունին լիովին ուսումն վարտաբեդության եւ ըս քիդություն հին եւ նոր աստվածային դագարանած սրբոց եւ ըս թավանություն ուղափառ հավատով եւ խոստովանին սուրբ զերորդությունն ըս հայր եւ սորտի եւ ըս սուրբ հոգին համակո եւ միասնական եւ ըս մարդեղությունը Քրիստոսի Աստծո մերով ընդուապար սուրբ հայրաբեցն Բարդեցես Բորթյագը հրաշարիր համենայն աղանթով հեսպազողած որ կնթեմ խոսեցան ուղափառ հավատույն Քրիստոսի Աստծո մերով Հրաշարիկ եւ նսոբեք Զարյոս Ալեքսանդրացին, որ ոչ խոստովանացավ բնությամբ միանալի մարմնի Փանին Աստուծո եւ նույն մի Քրիստոս։ Հրաշարիկ եւ նսոբեք ըզմագեթոն հայոյիչն, որ ոչ խոստովանեցավ զորքին սուրբ համակույակից հոր եւ որդո, այլ ըստացական եւ արարած։ Հրաշարիկ եւ նսոբեք ըզմարտաթավանը Նեստոր, որ ոչ խոստովանի աստվածածին ըսուրբ գույսն Մարիամ եւ ըզնյալ նման է ոչ բոլորովին աստված, այլ սոսկ մարդ։ Հրաշարիկ եւ նսոբեք Նզովեք զեպդիքես, որ ուրանայելս շնորհոքն Քրիստոսի արդարանալն և զանտրովիդոս, որ ասաց հեքնից պերիալս մարմինն Քրիստոսի և էյանց ընդգույսն որպես հովար, և զլևոն և զդումարն յուր, զոր կրյաց զմին հետգուս պաժանյալ։ Նզովեք և հրաժարիկ միահամուր համենայն չար հեսվածողացն և հանթոս նուցա, որ կենարպանյագը չարին, որովհետև հրաժարեցաք ամենայն չար հերթվածողած, բարդեցես այսուհետև հետևիլ և աշակերտիլ ամենայն ուղափար և աստվածապան հայրաբեդացն։ Աշակերտինք և հետևինք Հավիտեն աղան իշադան արտարոս, օրդության եվիծի։ Աշակերտիկ սխույն Գրիգորի և լուսավորչի մերով և որքոց և թորած նորին, աշակերտիկ Սեղ Պեսրոսի և Աթանասի հայրաբեդացն, աշակերտինք և հետևինք Հավիտեն աղան իշադան արտարոս, օրդության եվիծի։
սրբոց թարգմանչած մերոց Սահագա և Մեսրոբա, սրբոցն պարսվի գեսարացվույն և Գրիգորին ուսացվույն, աշագերդիկ սրբոցն գյուրղի երուսաղմացվույն, Եփրեմի խուրինասորվով և Գրիգորիս կանչելակործին, սրբոցն Գրիգորի ասվածապանին և Եբիփանու գիբրացվույն, աշագերդիկ սրբոցն Հովաննու ոսկեփերանին, գյուրղի աղեքսանտրացվույն և սրբույն Հագուփա մծկնահայրաբեդին, սրբոցն Հովաննու ոսլեսվույն, Հովաննու որոտնեսվույն և աշագերդին նորա Գրիգորի դատևացվույն։ Աշագերդին և հետևին։ Հավիդենագան իշալանատարոտ օրնության Աշագերդիկ նիկ Յոսուփ ժողովույն 370 հայրաբեդացն, Գոստանդու Բոսրո սուրբ ժողովույն 150 հայրաբեդացն և Եփեսոսի սուրբ ժողովույն 200 հայրաբեդացն, աշագերդիկ ամենայն ուղղափառ և սուրբ հայրաբեդացն, որ ուղի թավանությամբ համարոդենի մեր ըսփան ճշմարտության, Աշագերդին և հետևին։ Հավիդենագան իշալանատարոտ օրնության Այսպես ասեդերն մեր Հիսուս Քրիստոս, ամենայն որ խոստովանես Սիհիս առաջի մարդկան, խոստովանես հայց և եսիզմանե առաջի հորիմո, որ հերգինս է, և որ ուրասիզիս առաջի մարդկան, ուրացայց և եսիզնա առաջի հորիմո, որ հերգինս է։ Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեսուկ, ընկալկեցո և օրմյա Տեր։ Հոգին սուրբ ասված, որ էջ Յորդանան և Իբերնատունն և հայտնյաց Իս Քրիստոսի ասվածությունը, ըստ նույն զեղումը շնորհած սուրբ հոգույն զավալեսի իվերացեր, հանալով զարակաստ մտածերոց իր ճանաչումն ասվածությանը Քրիստոսի, ըստ որում ոչ ոգևոր ասե դեր ըստ Հիսուս, եթե ոչ հոգվով սրբով, և պայծառացու սեզմի դսեր, ի թավանություն ուղղափառ հավատո ընսուրբ հայրաբեցն, ամեն։ Խոստովանիք և հավատամ ամենակատար սրտիվ, հայր Աստված, աներ անձի իմաստիսն, այլև ծնով հոգվով և հոգվով հոգվի սրբով, հավատամ ըսպան Աստված, աներ ձնյան և սկսյալ իորեն նախական Դավիդյանս, ոչ հետո և ոչ կրծեր, այլ որ կան հայրն հայր, խրտնվին և որդի որդի, հավատամ ըսուր հոգին Աստված, աներ այն ժամանակ, որ ծնյալ այլ բխյալ իորեն, Տեակից ոն և պարակից որդվով, հավատամ ծերոքություն սուրբ, մի բնություն, մի ասվածություն, ոչ երեք ասված, այլ մի ասված, մի կամ, մի թագավորություն, մի իշխանություն, արարիչ երևելյաց և աներևուտից, հավատամ եկեղեցի սուրբ, ըսպողություն մեղած, հաղորդության սրբոց, հավատամ կզբին էվերի անձանց, ըսպան ասված, ձրնյալ իհորեն հատկան Սավիդյանս, ի ժամանակի իջալ ասվածածին գույսն Մարիամ, արյալ հարենելոյան, միավորած ընտիրում ասվածությանը, ինամսյալ ժուշկարյալ հարգանտի անարած բուսնիվ, երևև ասվածն կատարյալ, մարդ կատարյալ, հոգով և մտով կերմանով, միահասն, միդեմ և միավորյալ մի բնություն, ասվածն մարդացյալ առանց և առանց այլայնության, անսեր հողություն և հարավական ծնունդ, որպես ոչ էր սիրիզն ասվածության վրա և ոչ բաշխարամարտության վրա, Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույն և հավիտյան։ Հավատամ կստերել մեր Հիսուս Քրիստոս,
շրջալի վերայերվի, հետ 30 ամաց եկյալի մգրդություն, հայրի վերուս բկայալ, դայ որդիմ սիրելի, և հոգի սուրբ աղավնագերի չալի վերան վրա, որցյալի սատանայի հաղթյալումա, կարուզյալ մարդկանս փրկություն, աշխատյալ մարմոն, վաստակյալ, քաղցյալ և զարավյալ, հետո եկյալ գամավի չարչարանս, խաչյալ և վերյալ մարմովն և կենդանի աստվածությամբը, մարմինն եկյալի գերզմանի, միավորյալ աստվածությամբը և հոգողն իչարի դժողը համաժատերի աստվածությամբը, կարուզյալ հոգվոցը, ավերյալս դժողս և ազատյալս հոգիս, հետ երին ծավուր հաղթկալի վերելոս և երևյալ աշակերտացը, հավատանքս ներմել Իսուս Քրիստոս, նորի մանով հավատյալ երգինս և նստյալ լտաչ մեղոր, այր գալոցը նորի մանով և հարողոր, իրադելս կենտանիս և զվերյալս, որ և հարություն ամենայն մարդկանց, հավատանք և զատուցումը գորգոս, արտարոս ընջանք հավիտենական և մեղավարած նվանչանք